Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր ես զրուցելու եմ սահմանադրագետ Արտաշես Խալացյանի հետ, բարև ձեզ։ Պարոն Խալացյան, Սերբոյի Գալյանը արտարադատության նախարարը 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, հայտարարեց, թե նոր սահմանադրության տեքստը արդեն պատրաստ է, առաջիկայում նախագիծը կներկայացվի քաղաքական իշխող ուժի քննարկմանը, ենթադրաբար խորհրդարանական ֆրակցիայի մասին է խոսքը, դրանց հետո արդեն կսկսվեն ավելի ընդգրկուն եւ լայն քննարկումներ։ Այսպես առաջին հարցս միգուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց ձևակերպում եմ այսպես. նոր սահմանադրությունը այն ինչ որ հիմա մենք ունենք, դա երրորդ հանրապետության լուծարման մասին է, թե չորրորդ հանրապետության ստեղծման։ Իրականում սահմանադրական իրավունքի տեսանկյունից նման եզր գոյություն չունի։ Ես մի քիչ փիլիսոփայական։ Ահա, դրա համար այստեղ ավելի հարցը պետք է քաղաքագիտական տեսանկյունից նայել եւ քաղաքական նաեւ եւ այստեղ սիմվոլիկան մեծ դեր ունի, նույն Ֆրանսիայի, եթե սահմանադրական պատմությունը նայում ենք, այնտեղ թվագրում կա հանրապետությունների, այո, որը իհարկե որևէ կերպ սահմանադրաիրավական ամրագրում չունի, բայց քաղաքական զարգացման տեսանկյունից ակնհայտ շրջափուլեր է մատնանշում։ Ես կարծում եմ, որ այդ համատեքստում այո, մենք գործ ենք ունենալու 4-րդ հանրապետության հետ, հաշվի առնելով այն, որ արմատապես փոխվում է պետականության ամբողջ, այսպես ասենք, սիմվոլիկան կամ այն նախահիմքերը, որոնց վրա կառուցվել է Հայաստանի երրորդ որոշ մասնագետների կողմից երկրորդ հանրապետությունը, հաշվի առնելով, որ խորհրդային շրջանը ոչ բոլորն են ընկալում բնականաբար որպես լիարժեք հանրապետական շրջան։ Եվ այո, այդ համատեքստում լեգիտիմ են այն պնդումները, որ այո, առնվազն քաղաքագիտական տեսանկյունից, քաղաքական սիմվոլիկայի եւ նաեւ պատմական էվոլյուցիայի տեսանկյունից, այո, սա 4-րդ հանրապետություն է, որովհետեւ չկան այն կամ չեն լինելու այն բազիսային հիմնադրույթները կամ արժեբանական հիմքերը, որոնց վրա կառուցվել է երրորդ հանրապետությունը, որը ինքնին Ղարաբաղյան շարժման ծնունդն էր կամ դրա, այսպես ասենք, վերջնարդյունքը, եթե կուզեք։ Հիմա մինչև կհանձնենք թեզիսներին, այսպես ասեմ, էլի շարունակելով հարցը, ինչով է խանգարում երրորդ հանրապետությունը։ Պայմանակ։ Նայած մենք երրորդ հանրապետությունը որ ռակուրսից ենք դիտարկում, եթե դիտարկում ենք այն ռակուրսից, որ երրորդ հանրապետությունը մեզանում անխուսափելիորեն ասոցացվում է հիմնականում ոչ թե անկախությունը շեշտեմ, այլ անկախ պետականության այս շրջափուլը, որը մենք պայմանական կանվանենք երրորդ հանրապետություն, հիմնականում ասոցացվում է նեգատիվի հետ, որն է հանուր բռնատիրությունը 20-25 տարի շուրջ 4-րդ դար, հոկտեմբերի 27, մարտի 1, պետություն, հասարակություն օտարում, ոչ լեգիտիմ սահմանադրություն եւ դրա խմբագրություններ, երբ այսինքն ժողովրդի կամքը ուրեմն կամքի վրա բռնություն էր գործադրվում բոլոր մակարդակի ընտրություններում եւ հանրաքվեներում, արտագաղթ ի վերջո նաև Արցախյան պատերազմում ցավալի պարտություն, ըստ էության երրորդ հանրապետության նեգատիվի պատշաճը բավականին մեծ է, որպեսզի նոր սկիզբ խորհրդանշվի եւ ընդհանրապես վերաիմաստավորվի Հայաստանի անկախ պետության գոյությունը որպես այդպիսին։ Եթե մենք նայում ենք գործող քաղաքական ընդդիմության որոշակի սեգմենտի տեսանկյունից, որոնք միայն արցախյան հիմնահարցն են դիտարկում որպես ուրեմն մի բեռ, որը իրենք վերագրում են, որ այդպես է մոտենում հարցին իշխանությունը, որը իր վրայից գցելու համար է նաև 4-րդ հանրապետություն հռչակում կամ նոր սահմանադրություն ընդունվում, ապա իհարկե այդտեղ նախ այդ պնդումները հիմնավոր չեն, եւ եթե հիմնավոր լինեին, իհարկե այստեղ խնդիր կլիներ, բայց հարցին ավելի կոմպլեքսային եւ համակարգային պետք է նայել, մենք ունենք նեգատիվի մի այնպիսի ահռելի պաշար, որը փաստացի Հայաստանի երրորդ հանրապետությունը եւ ընդհանրապես Հայաստանի անկախ հանրապետությունը հասցրել էր գրեթե կործանման եզրին։
եւ բարոյահոգեբանական, եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ ռազմաքաղաքական եւ այլն եւ այլն։ Եվ ամենակարևոր ուրեմն հարցերից մեկը արդարության լիարժեք մերժում, իսկ եթե չկա արդարություն, չկա պետություն, կարելի է ասել, չկա պետություն ունենալու հանրային շահ, ատոմիզացված հասարակություն եւ մինչեւ 2018-ը այդ էր իրավիճակը։ Բոլոր թերություններով հանդերձ 2018-ից հետո իրավիճակը փոխվում է, իհարկե կան նաև հետընթացներ, կան նաև բազմաթիվ թերություններ, ի վերջո կա նաև Արցախյան պատերազմում պարտություն, որի արդյունքները դեռևս չեն սրբագրվել լիարժեքորեն, այդ ամենով հանդերձ իհարկե 2018 թվականը թեկուս վեհերոտ, բայց ինչ որ նոր սկզբի բան ունի իր մեջ, կոդ ունի իր մեջ, բովանդակություն, որը վեհերոտ կերպով փորձ է արվում կապիտալիզացնել, իհարկե այն հանրային համերաշխությունը եւ խանդավառությունը, որը կար 18-19 թվականներին, որը թերևս ամենաիդեալական ժամանակաշրջանը կարող էր լինել նաեւ նոր սահմանադրության ընդունման եւ 4-րդ հանրապետության գոնե քաղաքական մակարդակում հռչակման մասին, իհարկե այդ ժամանակը կորսվեց, գուցե նաեւ օբյեկտիվ պատճառներով եւ այսօր իհարկե չկա այդ խանդավառությունը եւ մենք չենք ունենա իհարկե սահմանադրության ընդունման նոր սահմանադրության ընդունման շուրջ հանրային կոնսենսուս, ինչը ցավալի է, բայց կունենանք այն ինչ կունենանք։ Թեպետ իհարկե պետք է նշել, որ սահմանադրության ընդունումը ինքնին դեռևս այսպես 100%-անոց ելք չէ, որովհետև չմոռանանք, որ դրա համար պետք է որակյալ սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում, որ նախագիծը ընդունվի։ Իսկ նախագիծը ընդունվեց, բայց ասենք որքանով եք վստահ, որ ասենք հասարակությունը կընդունի այն թեզիսները։ Դե ես վստահ չեմ, որ գործող, ես կարծում եմ, որ գործող գործող իշխանությունը կունենա բացարձակ մեծամասնություն, այսինքն 50+1, բայց սահմանադրական մեծամասնություն ունենալը այս պահին գոնե անաչառ վերլուծաբանի աչքերով երբ նայում ես, այնքան էլ 100%-անոց չէ, դրա համար ես այսօր խոսում եմ ավելի շատ եթե շահկապով, հա, ավելի այսպես պայմանական եղանակով, որովհետև ինչպես ռուսները կասեն, նի ֆակտ, որ իրադարձությունները սահմանադրական տեսանկյունից կգնան հենց այդ ճանապարհով, հա, որովհետև այստեղ մենք ունենք եւ խորհրդարանում նոր խճանկարը հետագայում գնահատելու խնդիր եւ ըստ այդմ գնահատելու նաեւ սահմանադրության նախագծի ընդունման հարցը եւ հետո իհարկե նաեւ հանրաքվեն իսկ ես հավատում եմ, որ գործող իշխանությունը որդեգրել է լեգիտիմությունը բոլոր մակարդակներում եւ բոլոր հարցերում, ուրեմն այստեղ նաեւ սահմանադիրը ժողովուրդը կարող է եւ մերժել նախագիծը։ Այսինքն այստեղ նաեւ կարեւոր է թե ինչպես այդ մեսեջները ինչպես կկոմունիկացվեն հանրությանը, թե ինչու է նոր սահմանադրություն ընդունվում։ Քանի որ ասացիք, որ ըստ էության խնդիր կա նաեւ անկախությունը վերարժևորելու։ Այո։ Ինձ այդ հարցը անընդհատ տանջում եմ, որոշեց այդ հարցը ձեզ տալ, միգուցե դուք այդ հարցի պատասխան ունեք։ Տեսեք, 91 թվականին Հայաստանը դարձավ անկախ պետություն։ Ես իհարկե համամիտ չեմ ու համակարծիք չեմ պնդումների հետ, որ դա մեզ օդից ընկավ մեր վրա եւ այլն, որովհետեւ դա լուրջ լրջագույն զրկանքների ճանապարհով անցանք ու ըստ էության նաեւ դրա համար պատասխանեցինք պայմանական ասած պատերազմով, առաջին Արցախյան պատերազմը անկախության մասին էր իրական։ Բայց ինձ այդպես էլ հասկանալի չէ, ընկալելի չէ, թե ինչպես ստացվեց, որ 91-ից հետո հանրության ճնշող մեծամասնությունը էլի չվերածվեց անկախականների։ Ես դա չեմ կարողանում հասկանալ։ Այսինքն այն պատկերը, որ մենք հիմա քաղաքական դաշտում ունենք, դա նույնպես դրա հետևանքն է, որովհետև անկախականությունը չդարձավ մեր էության մասը։ Ինչու՞։ Որովհետև այստեղ է, որ շատ մասնագետներ խոսում են խորհրդային ժամանակաշրջանի, այսպես ասենք, ապաանկախական բնույթի մասին, հա, այսինքն ըստ էության, այո, խորհրդային շրջանը հայ ժողովրդի ոչ թե քաղաքական իմաստով, այլ այսպես ասենք ազգագրական գուցե իմաստով կամ որպես զուտ հանրույթ, իհարկե ունեցավ բազմաթիվ դրական կողմեր, գիտություն, կրթություն, մշակույթ եւ այլն, իհարկե սոցռեալիզմի բանի, այսպես ակնդետ հայացքի ներքո եւ այսպես Մոսկվայի ուղղորդման, բայց բոլոր դեպքերում, բայց պետականության տեսանկյունից իհարկե մենք
անկախ պետության մերժման ժամանակաշրջանում ենք ապրել։ Առաջին հանրապետություն, դրա ղեկավարություն, հա, դա այդ ամբողջը, այսպես ասենք, բացասական ֆոնի ներքո է ներկայացվում, հա, նույն դաշնակցությունը եւ այլն, եւ հասարակության անդամները իհարկե վառ անհատականություններին հանած հիմնականում դաստիարակվում էր մեծ խորհրդային ընտանիքի կամ մեծ կայսրության, այսպես ասենք, գավառի տրամաբանությամբ եւ իհարկե բոլորին Աստված երկար կյանք տա, բայց այս սերունդը շարունակում է դեռ բավականին էական դերակատարում ունենալ այդ թվում պետականաշինության մեջ։ Իսկ ես հեռու եմ այն մտքից, որ ասենք արդեն ավելի քան 50 տարիքի մարդիկ ուրեմն իրենց դաստիարակությունը ստանալով ապապետական պայմաններում կամ միջավայրում այսօր իրավամբ կարող էին այսպես բան անել, մետամորֆոզ ապրել եւ ունենալ ձեռք բերել այդ պետական այրի կարգավիճակ եւ մենք ունենք երկրորդ նախագահ, մենք ունենք երրորդ նախագահ այդ կոդերով ցավոք սրտի որոշակի բացասական մետամորֆոզները ապրում առաջին նախագահը, որը ինձ համար անձնական առումով շատ ցավալի է, որովհետև 2007-2008 թվականի իրադարձությունները նաև որոշակի աշխարհայացքային ազդեցություն են ունեցել իմ որպես մասնագետի եւ քաղաքացու կայացման վրա, բայց թերևս իմ այդ թեզը կյանքի իրավունք ունի, այդ մարդիկ խորհրդային կայսրության մարդիկ են եղել, իսկ երկրորդ եւ երրորդ նախագահները նաև եղել են, այսպես ասենք, խորհրդային ծայրագավառի ֆունկցիոներներ, դրանից բխող բոլոր էլ ավելի հորի, այո, այն էլ կուսակցական, այո, ինչը որ էլ ավելի այսպես հորի ազդեցություն է հաստատ ունեցել այդ մարդկանց մենտալության վրա, դրա համար ուրեմն իրենք հատկապես երկրորդ նախագահը տվյալ պարագայում չի խորշում անկախությունը մերժող եւ ակնհայտորեն ուրեմն անկախ պետության երկրորդ նախագահ լինելով հանդերձ այսպես նույնիսկ երևի բոլոր բանի այսպես էթիկայի սահմաններն անցնող ժողովրդությամբ հանդես գալով մեկ այլ անկախ պետության հասցեին, որովհետեւ այդ մարդկանց մենտալության մեջ դա պարծավելի չէ։ Լավ, հիմա անցնենք ավելի առարկայական նաև թեմաների մասին խոսակցության։ Տեսեք, ամենակոշտ քննադատություններից մեկը, որ հնչում է կապված նոր սահմանադրության հետ, դա ես չգիտեմ, ես ծանոթ չեմ նոր սահմանադրության տեքստին, բայց հնարավորությունն է հանել անկախության հռչակագրին հղումը։ Ընդ որում մի խումբ մարդիկ պնդում են, որ դա ըստ էության դավաճանություն է Հայաստանի Հանրապետության անկախության նկատմամբ, երկրորդ խումբը, ընդ որում քաղաքական նպատակահարմարությունից որոշ իմաստով նաև որոշ դեպքերում ելնելով, պնդում են, թե դա արվում է միայն եւ բացառապես Ադրբեջանի պահանջի եւ ճնշման արդյունքում ու հետևանքով։ Ինձ թվում է ճշմարտությունը մեջտեղում է, բոլոր դեպքերում մենք կրել ենք պարտություն։ Դա չընդունելը եւ այդ իրականության հետ չհաշտվելը եւ այդ համատեքստում Հայաստանի քայլերը առանց այդ բեռի գնահատելը իհարկե կլինի սխալ։ Չմոռանանք, որ երկրորդ աշխարհամարտում պարտվելուց հետո Ճապոնիան ստիպված եղավ իր նոր սահմանադրություն ընդունել, որտեղ օրինակ դեմիլիտարիզացիայի հոդվածը կար, որը ընդհանուր վերջերս է հանվել եւ Ճապոնիան նոր իրավունքների պայմաններում սկսել է կրկին ուշադրություն դարձնել բանակի։ Նույնը Գերմանիայի դեպքում։ Այսինքն դա ես քավլիցի չեմ ասում, որ մենք նույն իրավիճակում ենք, որովհետև բոլոր դեպքերում խնդիրը այստեղ Արցախի համար պայքարներ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը դե յուրե չի եղել պատերազմի կողմ, բայց բոլոր դեպքերում հասկանում ենք, որ լայն առումով այդպես է ընկալվել եւ այս գործընթացները չեն կարող առանց այս բեռի ընկալվել։ Բայց մյուս կողմից իհարկե խոսել այն մասին, որ անկախության հռչակագրի վրա հղումը հանելը
դավաճանությունը իհարկե մյուս ծայրահեղությունն է, որովհետև նախ անկախության հռչակագիրը որևէ մեկը չի չեղարկում, ընդ որում դրա մասին նաև ասել է վարչապետը եւ անուն ճշմարտության չենք էլ կարող չեղարկել որևէ կերպ։ Այսինքն անկախության հռչակագիրը շարունակում է մնալ մեր պատմաիրավական հիմնարար փաստաթուղթը գոնե սիմվոլիկայի իմաստով եւ դա նշանակում է, որ մեր անկախության հիմնարար փաստաթուղթը ոչ մեկ մոռացության չի մատնում։ Այստեղ հարցը այն է, թե որքանով է անկախության հռչակագրի դրույթները, որքանով են իրավաբանորեն պարտավորեցնում կառավարությանը։ Այստեղ է խնդիրը, որ կառավարությունը փորձում է ձերբազատվել այն խնդրահարույց դրույթներից, որոնք կարող են հաղթած կողմ հանդիսացող Ադրբեջանի համար հարուցել որոշակի մտահոգություններ եւ խաղադրույքները բավականին բարձր են եւ ստեղծված իրավիճակում, երբ տեսնում ենք, որ Իրано-ամերիկյան պատերազմը ինչ որ անկախատեսելի նաեւ զարգացումներ կարող է ունենալ, մեզ համար կարեւոր է, որ այս ամբողջ մի քանի տարվա աշխատանքը խաղաղության իսկ մեզ համար նաեւ ուրեմն ամրանալու եւ շունչ քաշելու տեսանկյունից շատ կարեւոր ուրեմն ժամանակաշրջանը չկորսվի եւ այդ աշխատանքը ջուրը չլցվի եւ մենք ըստ էության աննպաստ վիճակում պատերազմական վտանգի չառերեսվենք։ Իսկ սա ես կարծում եմ անգամ որ իշխանությունը այս առումով թերանում է եւ պետք է թերևս նույնիսկ ավելի ուղիղ տեքստով դրա մասին խոսել։ Իհարկե ընդհանրապես լավ որից չէ որ մենք դրա մասին խոսում ենք, չէ՞, իրականում, այսինքն դա օբյեկտիվ է, այսինքն ես սա ոչ թե ասում եմ քննադատական տեսանկյունից, այլ ես ռազմական փորձագետ չեմ եւ չեմ ուզում մտնել այդ դաշտ, բայց ակնհայտ է որ դա կա եւ կարծում եմ որ ժողովրդի մոտ շատ ավելի բարձր է այդ գիտակցությունը եւ կարելի է ավելի ուղիղ կոմունիկացվել եւ ասել այո, մեզ համար հիմա շատ կարեւոր է որ Հայաստանը ունենա խաղաղության եւ պետականակերտման համար մի որոշակի կանխատեսելի ժամանակահատված։ Հիմա եթե դրա համար պետք է այդ հղումը հանել, հա, այսպես իմիջիալոց իրավագիտության մեջ այսպիսի տեսություն կա, հա, ասում են կոնտրալեգեմ, հա, այսինքն երբ նույնիսկ իրավական տեքստը կարելի է շրջանցել, եթե կա ավելի բարձր արժեք պաշտպանության։ Հիմա մենք գտնվում ենք այդ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, եթե կուզեք։ Հիմա այստեղ լեգալիստական զրույցների մեջ մտնել, հանել, չհանել, բլանկետային ի վերջո կրկնեմ, դա ընդհանրապես բլանկետային նորմ է, հղում է բուն փաստաթուղթը ոչ մեկ չի կարող չեղարկել։ Եվ ես այստեղ ավելի շատ ուղղակի իշխանության կողմից կուզեի, որ իշխանության կողմից ավելի հստակ եւ անկեղծ նաեւ ներկայացվեր իրականությունը, որը կրկնեմ ավելի քան 20 տարվա բռնատիրության եւ պետությունը մսխելու քաղաքականության արդյունք էր եւ նոր իշխանությունը պարզապես ժամանակ չունեցավ եւ չէր կարող ունենալ այդ իրավիճակում այդքան տարիների կորցրածը վերականգնել։ Հիմա դե Ադրբեջանն էլ ընտրեց բլիցկրիգի համար լավագույն ժամանակաշրջանը։ Հիմա, բայց այս դեպքում հարց է առաջանում։ Լավ, իշխանությունը ասեց, ձեր ասած անկեղծ, ասեց, գիտեք ինչ կասած ծայրահեղ անհրաժեշտությունը պետք է արվի։ Եթե գործող քաղաքական ուժը մեծամասնությունը չի ստանում սահմանադրական մեծամասնություն գալիք խորհրդարանում։ Այս հարց առաջին, հարց երկրորդ ստանում է, բայց համաժողովրդական հանրակրվեի միջոցով չի ստանում այն արդյունքը, որը ակնկալում է նոր սահմանադրության ներկայացման պարագայում։ Ինչա լինում է։ Ես այստեղ դες այդ անկեղծ լինեմ, թերևս մեր արտաքին անվտանգության տեսանկյունից իհարկե արտաքին զարգացումները, արտաքին ճակատում ինչպես կընթանան, դա էլ է շատ կարևոր, բայց եթե վերցնում ենք այսպես այլ հավասար պայմանների դեպքում էս համատեքստում ենք նայում, ավելի նախընտրելի է, եթե գործող իշխանությունը, եթե պետք է այդ նախագիծը վիժեցվի, ավելի լավ է, որ գործող իշխանությունը ունենա անվտանգության բարձիկ հղում անելու սեփական մեծամասնության բացակայության վրա, քան որ դա մերժվի ժողովրդի կողմից, որտեղ նախ Ադրբեջանը նաև Ադրբեջանի ներկայացուցիչները ժամանակին ասել էին, որ իրենք նաև հետևելու են ժողովրդի, հայ ժողովրդի կամահայտնությանը, որտեղ իրենք ուզում են խաղաղություն կնքել հայ ժողովրդի հետ։ Եթե դա մերժվեց հանրաքվեով,
դա իրենք մատնացույց են անելու, որ տեսեք, որ ռևանշիստ հենց ժողովուրդը ամբողջությամբ, իսկ հաշվի առնելով որ այս խառնակ միջազգային իրավիճակը սա կարող է բավականին վտանգավոր հետևությունների հանգեցնել մեր այսպես ասենք հակառակորդ գիծ հարևանի մոտ։ Իսկ եթե խոսքը վերաբերի ընտրական պրոցեսների արդյունքում մեծամասնություն չստանալուն, կրկնեմ, եթե պետք է չընդունվի նոր սահմանադրություն, ապա լավ է որ դա տեղի ունենա ընտրություններում ձայն չհավաքելու տեսանկյունից, որը նորմալ ժողովրդավարական երկրներում պրակտիկա է։ Բայց իհարկե ես անձամբ կուզեմ, որ նոր սահմանադրությունը բոլոր դեպքերում ընդունվի, որովհետև կրկնեմ, մենք ունենք նաև լեգիտիմության ճգնաժամ, այսինքն ունենք լեգիտիմ իշխանություն, կարծես թե լեգիտիմացվող քաղաքական համակարգ, բայց փաստաթուղթը ինքնին նախորդ քաղաքական ռեժիմից ժառանգած փաստաթուղթ է, որի հիման վրա դատական ակտեր են կայացվում, սահմանադրական դատարանը որոշումներ է կայացնում, այսինքն մենք ունենք ներքին հակասություն։ Մի կողմից իրավաբանական տեքստերում այսպես լայնամասշտաբ մեկնաբանություն, վերլուծություն է արվում այդ սահմանադրության տեքստի վրա հղում անելով, բայց մյուս կողմից մենք գիտենք, չէ, որ այդ սահմանադրությունը մեղմ ասած ժողովրդի կամքի ծնունդը չէ։ Այսինքն մենք այս խնդիրն էլ ունենք։ Դրա համար այսպես ճշմարտությունը կարծես մեջտեղում է, էլի, եւ այստեղ պետք է բոլոր այդ եթեները հաշվի։ Եթե մենք գնում ենք լեգիտիմ պետություն ձևավորելու համար սերունդների այսպես տեսլականով, ապա ակնհայտ է, որ սահմանադրությունը պետք է լինի լեգիտիմ եւ ժողովուրդը պետք է ընդունի։ Հիմա տեսեք, մի շարք քաղաքական գործիչներ, որոնք 18 թվականի հեղափոխությանը մասնակցել են, հետո ինչ տարաձայնություններ են ունեցել վարչապետի եւ նրա թիմի հետ, ասում են, որ այս նոր սահմանադրությունը ինքը նույնպես լավը չի լինելու այն պարզ պատճառով, որովհետեւ այստեղ պահպանվել է այն դրույթը, որը ժամանակին ասում են արված է Սերժ Սարգսյանի հագով կոստյումը նկատի ունեմ եւ խոսքը վերաբերում է պարտադիր մեծամասնության ձևավորման սկզբունքին, այսինքն եթե դա մնում է նոր սահմանադրության մեջ, նշանակում է ոչինչ չի փոխվել, այդպես է թե չէ։ Նախ ասենք, որ ընտրական օրենսգրքում կատարվեց փոփոխություն եւ մի կարծեմ 2 տարի առաջ եւ գործող սահմանադրության անգամ շրջանակներում այդ բոնուսային համակարգը նվազեցվեց 54%-ից դարձվեց 52, այսինքն իշխանությունը արդեն իսկ քայլ արեց անգամ գործող սահմանադրության պայմաններում իր այդ պարտադիր մեծամասնությունը նվազեցնելու, կայուն խորհրդարանական մեծամասնության թվակազմը նվազեցնելու ուղղությամբ։ Այսինքն սա մեսիջը, որ իշխանությունը գնում է իրական պարլամենտարիզմի, որովհետև ես համարում եմ այդ խոտան դրույթ է եւ ընդհանրապես այսօր նույնիսկ Իտալիան, որի վրա ժամանակին հղում էին անում, հետագայում հրաժարվել է այդ մոդելից, այսինքն այսօր, եթե չեմ սխալվում, միայն Սան Մարինոյում ինչ որ այդպիսի մոդիֆիկացիա կա, հավատացեք, Սան Մարինոն այդ միջազգային լավագույն փորձը չի եղել։ Էտալոն չի։ Եվ այդ համատեքստում ես կարծում եմ, նախ ես չգիտեմ, մնացել է թե ոչ այդ դրույթը, կարծում եմ ողջախոհ պետք է լինի, որ հրաժարվեն այդ դրույթից եւ ես հավատացած եմ, որ այդպես պետք է լինի։ Եթեներով չեմ խոսում, եթե չլինի, երևի թե առանձին վերլուծության թեմայը ինչու են թողել, բայց կրկնեմ, թե իշխանության ներկայացուցիչների խոսույթը, թե արված հենց իմ կողմից մատնանշված գործնական քայլը խոսում են նրա մասին, որ իշխանությունը հակված է այդ ուրեմն դրույթը, այսպես ասենք, հանելուն։ Եթե որևէ մեկը իշխանությանը համենայն դեպս չէր պարտադրում անգամ այդ 54-ից տանել դեպի 52%, այսինքն դա էլ ընդունենք սահմանադրական օրենք է, ընտրական օրենսգիրքը փոխեցին։ Դրա համար ես այսօր չունենալով տեղեկատվություն ռեալ թե ինչ է փոխվել կամ ինչ է նշվել նոր սահմանադրության նախագծում, ձեռնպակը մնամ դրա վերաբերյալ ինչ որ վերջնական եզրահանգում անելուց, որովհետև եթեներով պետք է խոսենք։ Հիմա Դանիել Յուաննիսյանը, որը սկզբնական փուլում մասնակցում էր նոր սահմանադրության տեքստի կազմմանը, հա, այսպես ասենք, երեք ասած հայտարարեց, որ կարծում է, որ սահմանադրությունից բացի այդ կայուն մեծամասնության սկզբունքից պետք է հանվի նաև հայ առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկությանը վերաբերող դրույթը։ Հիմա ըստ ձեզ այս պահանջը ինքը ներկա գոյություն ունեցող քաղաքական կոնյունկտուրայից բխող պահանջ է, թե ինքը ըստ էության ինքը լեգիտիմ պահանջ է եւ պետք է
անել դա։ Ես դեմ եմ այդ դրույթը հանելու։ Ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցու սահմանադրական կարգավիճակի վերաբերյալ դրույթը միանշանակ պետք է պահպանվի եւ դա միայն Հայաստանի պարագայում չէ, որ գործում է, Հունաստան, Իտալիա, Իտալիան, Վրաստան, հա, այսինքն այստեղ մենք խնդիր չունենք ոչ միջազգային փորձի հետ, ոչ միջազգային հանրության հորդորների հետ եւ ես կարծում եմ, որ դա կլինի խորագույն սխալ, որովհետեւ հայ առաքելական եկեղեցու սահմանադրական կարգավիճակը մեր ազգային ինքնության հենքն է։ Այո, ընթացիկ իրավիճակը կաթողիկոսի եւ հայ առաքելական եկեղեցու որոշ հիերարխների հետ կապված խորը մտահոգություն է հարուցում առ նրանց ապապետական մտածելակերպ, բայց դա չի նշանակում, որ անցողիկ մարդկանց այսպես ճակերտավոր հարցերը լուծելու համար պետք է զոհել ինստիտուտը, այն էլ հայ առաքելական եկեղեցին։ Ի վերջո մենք ունենք 132 կաթողիկոս ենք ունեցել, հիմա այս մի կաթողիկոսը, այսպես ասենք, այդ գծի մեջ է, որը բոլորը գիտենք, բայց արդյոք 131 հա մեկ էլ Պետրոս Գետադարցներ, որ անին հանձնեց բյուզանդացիներին։ Չէ, մի երկու սրիկ է։ Նու հա, կա որ փնտրենք գուցե, բայց մենք ունեցել ենք լուսավոր ժամանակաշրջան եւ եկեղեցին նաեւ ստանձնել է որոշ պետական գործառույթներ։ Հետեւաբար ես համարում եմ, որ դա կլինի խորագույն սխալ եւ հուսանք, որ դա ընդհանրապես Դանիել Յոհաննիսյանի անձնական կարծիքը կամ ցանկությունն է։ Բայց այդ դեպքում, տեսեք, դուք ինչ որ դուք ասում եք տրամաբանական է, ես իհարկե այդ իմ իրավասություններից մի քիչ դուրս ա որպես հարցազրույցավարի, բայց ես համաձայն եմ ձեր տեսակետի հետ։ Հիմա, բայց այս պահանջը կա, ընդ որում սա միայն Դանիել Յոհաննիսյանի պահանջը չէ կամ առաջարկը չէ։ Կա նաև գործող իշխանության ներսում այդ պահանջը, որ այ պետք է դրույթը հանել եւ այլն եւ այլն։ Հիմա ըստ ձեզ լավ ենթադրենք հանեցին։ Ընդ որում պատճառաբանությունը մոտավորապես հետեւյալն է. այդ դրույթը թույլ է տալիս եկեղեցուն խառնվել պետության գործերին։ Եթե այդ դրույթը չլինի, պետությունը կպաշտպանված կլինի եկեղեցուց։ Որոշ եկեղեցականներ խառնվում են քաղաքականությանը եւ իրականացնում են ոչ ազգային, դրսևորում են ոչ ազգային վարվելակերպ, որովհետև նրանք գտնվում են օտարերկրյա համապատասխան պետությունների եւ նրանց հատուկ ծառայությունների ազդեցության ներքո կամ ազդեցության գործակալ են կամ ուղակի գործակալ են։ Հետևաբար սեփական պետական ինստիտուտների անուժ լինելը բարթել փաստաթղթի վրա դա իրականությունից եւ սեփական պատասխանատվությունից խուսափել է նշանակում, որովհետև օտարերկրյա հատուկ ծառայությունների գործելակարգը կախված չէ նրանից, թե ինչ կարգավիճակ ունի եկեղեցին ըստ սահմանադրության, հա, այսինքն եթե մենք երկրի անվտանգությանը իրապես սպառնացող խնդիրը եւ մարդկանց թողած գնում ենք սահմանադրությունից ինչ որ դրույթ հանելու եւ հետագայում հույս ունենալու, որ իրենք որ իմանան, որ այլևս սահմանադրական ինստիտուտ չեն ներկայացնում, ուրիշ կերպ են գործելու, դե կներեք դա նշանակում է, որ պարզապես մենք ընդունում ենք, որ մեր պետական իրավապահ համակարգը այն աստիճան ախտահարված է առ այսօր եւ նաեւ ունի աշխարհայացքային ուրեմն խնդիրներ, որ պարզապես չի կարողանում այդ հարցը կարգաբերել։ Դա է, այսինքն հարցը այստեղ ուղիղ, ես ձեզ ասում եմ, ուղիղ քրեաիրավական տիրույթում է։ Եթե մենք քրեական իրավունքի փոխարեն գնում ենք դեպի սահմանադրական իրավունք, որպեսզի հետո նորից վերադառնանք քրեական իրավունք, նույն դա նշանակում է, որ եթե դու A կետից B կետ 1 ուղիղ գծով կարող ես գնալ, դու այսպես սկսես ռուսերեն էլի ասած պիտլյատ անել եւ այտենց
Մոտարապես աճ ձեռքով ձախական կամ ոչ բարեխիղճ տաքսիստների բանն է, էլի, ասենք վարել հնարավորինս երկար եւ այսպես խճողված ճանապարհներով եւ կարող ես ուղիղ տանել քո հաճախորդին։ Ուզում ասեմ, եթե մենք դա մոտապես նույնն է, որ ժամանակին ասում էին, որ ընտրությունները կեղծվում են, որտեղ ընտրական օրենսգիրքը կատարյալ չէ։ Մենք ժամանակին եւ նաեւ գործող իշխանության շատ ներկայացուցիչներ որպես ընդդիմություն ծաղրում էին, չէ, այդ թեզը։ Հիմա փաստորեն մոտավորապես բովանդակային, եթե կան այդպես արտահայտվողներ, ուրեմն ակնհայտ է, որ մենք ոնց որ թե փոխառում ենք բովանդակային կամ էության առումով այդ խոսույթը։ Դե վատ օրինակներով արագի չէ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։